Հայաստանի կառավարությունն արդեն երրորդ օրն է տեղեկություն չունի Իրանում ապրող հայերի մասին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, ինտերնետի եւ հեռախոսային կապի խափանման պատճառով այս պահին հնարավորություն չկա գնահատելու իրավիճակն ու դրանից բխող որոշումներ կայացնելու։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք։ Երևանը դիտարկում է Մեղրիի անցակետով Հայաստան եկող իրանցիների միջոցով տեղեկության հավաքագրումը, մինչև կվերականգնվի ինտերնետը։ Նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պիտի այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Մինչ այդ Հայաստանում հաստատված իրանցիները բողոքի ակցիաներ են անում Երևանում իրենց երկրի դեսպանատան դիմաց պահանջելով դադարեցնել արյունահեղությունը։ Առաջին եւ ամենակարևոր պահանջն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չեղարկվի եւ շահը վերադառնա։ Ոչ մի կապ չկա Իրանի, ոչ իմ ընտանիքի հետ, ոչ էլ ուրիշների հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմա մարդկանց զենքերով է սպանում։ Այն զենքերով, որ պիտի ուրիշ պետությունների դեմ օգտագործի, հիմա իր ժողովրդի դեմ է կիրառում։ Այս անգամ կարծում եմ, որ հեղափոխությունը հաջողելու է։ Երբ որ հեղափոխությունը լինի, շահը վերադառնա ոչ միայն մեր երկրում, այլև այլ երկրներում էլ է խաղաղություն լինելու։ تاریخ برای همسایه‌های محمد بیفته. Կապ ունեք ձեր ընտանիքի հարազատների հետ, ինչ վիճակ է Թեհրանում։ Արդեն մոտավոր 5 օր է, որ սա կապերը փակվել է եւ ոչ մի կապ չկա Իրանի հետ։ Եվ շատ հանգիստ ձևով կանոն են մարդկանց սպանեն առանց այդ որ աշխարհի մնա։ Որպես կանոն տարեսկզբին համարյա ամեն տարի վերջին տարիներին Իրանում ցույցեր են եղել, սա ինչ որ բանով տարբերվում է նախորդ։ Դա տարբերվում, որ արդեն մարդիկ այդ վիճակի են հասել, որ իրանց համար չի տարբերում, որ գան փողոցում մեռնեն, թե տանը նստեն, որտեվ երբ որ մարդ չկանա իր ընտանիքին կշտացնի, այդ մարդը արդեն մեռած է։ Եվ գալիս է դուրս, իր համար չի տարբերում, որ իրան կրակեն, թե ինչ որ բան անեն։ Վիճակը շատ վատ է, արդեն մի քանի օր է, ոչ ինտերնետ կա, ոչ տելեկոմ կա, ոչ օրինակ տելեֆոնները չեն աշխատում, որ ինֆորմացիանը դուրս է գալիս երկրում, Starlink-ի կողմից է գալիս, ովքեր Starlink ունեն, օգտագործում են ու ինֆորմացիանը արդեն երկրից դուրս է գալիս, վիդեոները, նկարները, ամեն ինչը այն կողմից է դուրս գալիս։ Նախորդ տարիների ցույցերից ինչով է սա տարբերվում։ Տարբերությունը դա է, որը անցած անգամները Իրան մենակ պրոտեստները, ինչ որ ռեֆորմները Իրանն ուզում, հիմա այս անգամ է ժողովուրդը ոչ ռեֆորմ են ուզում, Իրան ուզում են փոխվի, սիստեմը փոխվի։ Այո, ինչ որ հիմա այսօր դուք տեսնում եք, այսեղ ժողովուրդը ռեֆորմի մասին չեն խոսում, ասում են այն այաթոլլաների եւ մոլլաների անուններ են բերում ու ասում են Իրան պետք է հիմա արդեն դուրս գնան երկրին։